խնդիրը վերաբերում է Քասախ Պրոշյան վարչական շրջանում արկա ուղևորափոխադրումներին խնդիրը շատ լուրջ է, ժողովուրդը բողոքում է տրանսպորտային փոփոխություններից, որը որ բերում է լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն բնակիչների եւ անհարմարություններ։ Երեք քննարկում ենք արել տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ, բայց դեռևս ոչ մի լուծում չունենք այդ ամեն ինչի հետ։ Այսօր ինչ են ասել ձեզ երեք։ Դե քննարկման մեջ է դեռ հարցը, հավաքագրվել է ստորագրահավաք կազմակերպել երկու վարչական շրջաններում, ավելի քան 5000 ստորագրություն մարդ դիմել են դիմումով կառավարություն եւ լիազոր մարմին։ Հիմա իրանց հետ պետքա կազմվի կոնկրետ հանձնախումբ, առաջարկ ա եղել, որ կազմվի հանձնախումբ, կոնկրետ իմ կողմից է դիմումը գրվել, առաջարկ ա եղել, որ կազմվի հանձնախումբ, որը որ պետքա քննարկի այս հարցը, ու միջև այդ հարցի լուծումը պետքա տրանսպորտը աշխատի, որպեսզի կաթվածար չլինի համայնքները երկու։ Հիմա տեսնենք պատրաստվում եք փակել փողոցը։ Չէ, փակելու հետ կապված ես փակելու մասին բացասական որոշում ունեմ, որովհետև փողոց փակելը դեռևս պետքա լինի այն ժամանակ, երբ որ բոլոր ճանապարհներով սպառված լինի քննարկումը, բայց քանի որ քննարկումը գնում է, կարծում եմ փողոց փակելը այդքան ակտուալ չի։ Այսինքն ինչ-որ չափով հույս ունեք, որ ձեր խնդրին լուծում կտան։ Տեսեք, հույսը ասվածը այնպես չի, որ հույսի համար են ժողովուրդը պայքարում, ժողովրդի պայքարը արդար է, իրանք ուզում են ունենան այն ինչ որ կա, այսինքն եթե ծառայությունը մատուցվել է, փոփոխություններ պետք է լինեն կամ համարժեք կամ դրանից ավելի լավը, որ ժողովուրդը դրանից ոչ թե տուժի, այլ գոնե փոփոխությունները աննկատ լինեն եւ ֆինանսական եւ իրենց ժամանակի, որովհետեւ հիմա մեծ համայնքներ են երկու համայնքներ, ուսանողների եւ աշակերտների եւ ուսումնական process-ում ներգրավված մարդկանց մեծ ծավալ կա, ժամային գրաֆիկ կա, որը որ խախտվում է այս փոփոխություններով ու այդքան հավատալ չկա բանին, էլի այդ տրանսպորտային ծառայության մատուցողների ծառայությունների նկատմամբ, բայց դա դիսկուսի քննարկման արդյունք է, պետքա քննարկումներ լինեն ու այդ արդյունքում ձևավորվի ճիշտ որոշումը։ Այսօր դուք նորից փակել եք Երևան աշտարակ Մայրուղին, ձեր բնակիչները, Պրոշյանի բնակիչները եւ Քասախի բնակիչները, ով ձեզ եկավ եւ հայտնեց այն նորությունը, որ դուք վաղը կառավարության շենքում հանդիպում պետք է ունենաք։ Ես չգիտեմ որ այդ նորության մասին ոչինչ չեմ լսել, բայց դիմումը ուղարկված է կառավարություն կոնտակտներով, եթե հնարավորություն կլինի, շատ լավ կլինի, որ հանձնախումբ ձևավորված հանձնախումբը հանդիպի կառավարության համապատասխան ներկայացուցիչների հետ ու այդ հարցը քննարկի իրենց հետ։ Ինչ ակնկալիք ունեք վաղվա հանդիպումից։ Ես միայն դրական ակնկալիքներ ունեմ հանդիպումից, որովհետև հաստատ համոզված եմ, որ փոխադարձ քննարկման արդյունքում կծնվի այդ որոշումը, որը որ բնակիչների շահերին կհամապատասխանի։ Բայց երեք նույնպես դուք քննարկում ունեցաք եւ պատասխանը բացասական է։ Երեք մի քիչ էմոցիոնալ ֆոնի վրա էր քննարկումը, ավելի շատ երկար ձգվեց, երևի այդ էր պատճառը, որ վերջնարդյունք չունեցանք, երևի գլոբալ առումով այդ էր։ Այսինքն երեկվա քննարկման ավարտին որևէ վերջնական առաջարկ լուծում։ Կարևորը քննարկումը եղել է, առողջ քննարկումը եղել, հնչել են հարցադրումներ, եղել են պատասխաններ, հնչել են քննարկման ենթակա հարցեր, որոնք հնարավոր է քննարկվեն եւ լուծումներ ստանան, այնպես չի որ ճանապարհները փակեն։ Քննարկումները դրական է որ կա այդ քննարկումը։ Դուք ասացիք, որ քննարկումներով, պետք է այս հարցին լուծում տակ, այլ ոչ թե փողոց փակելով։ Եթե վաղվա հանդիպումը նույնպես բացասական պատասխան եղավ, ո՞րն է լինելու, եթե ոչ փողոց փակելը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։ Փողոց փակելը նորից եմ կրկնում, դա վերջնական ամենավերջի քայլն է, երբ որ սպառվում է
բոլոր քննարկումները ու ենթակա չի լուծումներ գտնելուն, բայց ես չեմ կարծում, որ կառավարությունը այս հարցը այնքան հիմնավոր է դրված, որ հնարավոր չլինի փոփոխություններ անել։ Եթե ինչ-որ առաջարկ լինի, որ այդ նույն փոխադրամիջոցը, որը նոր առաջարկվում է համայնքներին, ենթադրենք վերջնականգառը լինի ոչ թե ֆիզիկայի խաչմերուկ, այլ մետրոյի մոտ։ Այս դեպքում հնարավոր է, որ դուք էլ նաև հետ քայլ անեք։ Տեսեք, հետ քայլի ու առաջ քայլի խնդիր չկա։ Նորից եմ կրկնում, ստեղ պետք է լինի առողջ քննարկում ու եթե այդ ամեն ինչը ժողովրդի հետ նաև քննարկում պետք է լինի ու եթե այդ ամեն ինչը հարիր է դառնում ժողովրդին, այսինքն ժողովրդն հենց չի, որ ասում է, չէ, պետք է սա ֆիքսել ենք ու սա պետք է լինի։ Հիմնական խնդիրները հետևյալն է, ֆինանսական բեռը պետք է չեզոքացվի, երկրորդ հարցը, որ ուսանողների ուսումնական պրոցեսներում ներգրաված մարդկանց խնդիրները, սոցիալապես անապահով խավին խնդիրները պետք է լուծումներ ստանան կոնկրետ եւ այդ երթուղին պետք է լինի շատ խելամիտ, որից օգտվողները պետք է կարողանան լուծել իրենց առօրյա ուսումնական պրոցես կլինի, գործնական պրոցես կլինի, հիմի կա երթուղի, կոնկրետ ֆիքսված երկու ավտոբուսների երթուղի կա, որով որ 1.59 երկու ավտոբուսների երթուղի կա, որը որ ֆիքսված է եւ ժողովուրդը արդեն իրենց գործնական երթուղիները ֆիքսել են, ուսանողները իրենց, գործող մարդիկ իրենց։ Հիմա եկող տրանսպորտային միջոցների վերաբերյալ այս բոլոր պրոցեսները պետք է ոնց որ ասած ինտեգրվեն իրանց հետ։ Իրենք պետք է ինտեգրեն դա, այսինքն կա բնակիչների մոտ կան փաթեթներ գնված արդեն Երևանի քաղաքապետարանի կողմից փաթեթներ կան, որոնք որ պետք է հասկանանք, թե ոնց են օգտագործելու, ինչ է լինելու դրանց ճակատագիրը, դրանք բոլորը հարցեր են, որ պետք է քննարկվի։ Հիմա բարեկամության մետրոյի մոտ են հիմնականում իջնում, եթե 25-ով գնում են բնակիչները։ Ես ճիշտ ասած այդ երթուղիների վիճակագրությունը այդքան չեմ կարող ասեմ, բայց դե հիմնական մասը ուսանողությունն է կոնկրետ առավոտյան ժամին գնում, պարզա կենտրոնում են ու այդ հարակից տարածքներում են, բարեկամություն կլինի կամ համապատասխան Երևանի տրանսպորտային միջոցների կանգառներն են։ Հիմնական ծանրաբեռնվածությունը ուսանողների առավոտյանն է եւ գործի գնացող մարդկանց այդ բանն է։